Եվս շատ մեկ կարևոր ասացվածքի մասին եմ ուզում խոսել եւ շատ արդիական է այն, օձը տաքացնողին է կծում։ Դե դուք բոլորդ էլ գիտեք, սա ինչ է նշանակում, բայց մեկ օրինակի վրա եմ ուզում բերել։ Պատկերացրեք, մի մարդ մնացել է անտուն եւ մեկ այլ մարդ իրեն հյուր ընկալում է, տալիս է իրեն սենյակ, իր երեխաների բերանից կտրում է, որպեսզի լավագույնը ստանա իր հյուրը, դե հայկական հյուրասիրության մասին աշխարհը գիտի, գոնե մեծամասնությունը մեր ազգի, այո, հյուրասեր ենք, 90 եւ ավել տոկոսը, հա։ Շորով է ապահովում, անընդհատ իր ընկերներին հարցնում է, որ աշխատանքի տեղավորում է, բայց եկեք ու տեսեք այս մարդը, այնուամենայնիվ շնորհակալ լինելու տեղը այդ մարդուն զրպարտում է, անիծում է, հայհոյում է, ինչ ասես անում է այդ մարդու բարյության դիմաց, հա։ Այստեղ երկրորդ ասացվածքն եմ հիշում, որ քեզ հաց տվողի ձեռքը մի կտրի, եթե հիշում եմ, ինչ որ կներեք, կարող է սխալվում եմ, իմաստը դա է, հիշեցրեք իդեպ, եթե հիշեք այդ տարբերակը, բայց սա հələ կեսն է, կան նաև մարդիկ, որոնք որ այդ հյուրասիրության դիմաց մի քիչ ավելի դաժան են վարվում, հա, վերցնում են գումար այդ տանտիրոջ թշնամուց, որ ատում է այդ տանտիրոջը եւ էլ ավելի ուժեղ են սկսում, այն որ հասցնել, չգիտեմ ինչ աստիճան է այդ տանտիրոջը, հա, էլի այդ լավության դիմաց, ժողովուրդ, այդտեղ այդպիսի մարդիկ, այտենց անշնորհակալ մարդիկ 7 մահացու մեղքերն էլ ունենում են, գոռոզություն, այո, եթե մարդը գոռոզ չլինի, ինքը շնորհակալ կլինի, խոնարհ կլինի, բարկություն, որկրամոլություն, հա, այսինքն չի կշտանում այդ մարդը, նախանձ, մի խոսքով, այդ մահացու մեղքերը մի կողմ, բայց ինչ է այդ մարդը, եթե ոչ հուդան, հուդա էլի, պոզով պոչով չի լինում հուդան, այնպես որ ուզում էի անպայման այս ասացվածքի մասին ասեի եւ վստահաբար գիտեմ, որ այդպիսի մարդկանց դուք էլ գիտեք, մեղքը իրանց վիզը, պարզապես պետք է շնորհակալ լինել եւ երբեք չուրանալ այն մարդուն, ով քեզ լավություն անում, դա մեծ պլյուսատի է ձեռքում ի օգուտ քեզ, ես վստահ եմ, որ դու կարող ես։